Դերասան Կարեն Ասլանյանն, ով վերջերս ամուսնացավ, վերջին ժամանակներս նկատելիորեն պասիվ է դարձել սոցիալական ցանցերում։ Նրա լռությունը շատ արագ նկատեցին հետևորդներն, ովքեր սովոր էին դերասանի ակտիվ ներկայությանը թե նկարահանումներից, թե առօրյա կյանքից հրապարակված լուսանկարների ու տեսանյութերի տեսքով։ Կարենի սոցիալական ցանցերում նվազած ակտիվությունը հուզել է նրա երկրպագուներին։ Շատերը մեկնաբանում են նրա հին հրապարակումները, գրելով, թե որքան են կարոտել նրա ներկայությունը, ժպիտը, հումորային տոնով արված գրառումները։ Ոմանք նույնիսկ գրում են, որ նրա բացակայությունն էկրաններից նկատելիորեն իջեցրել է սերիալների հետաքրքրությունը։ Սակայն ի ուրախություն երկրպագուների, լավ նորությունն արդեն մոտ է։ Կարեն Ասլանյանը շուտով պատրաստվում է մեծ վերադարձ կատարել էկրան, չնայած նա դեռևս պաշտոնապես չի հայտնել, թե որ նախագծում է հանդես գալու, նրա կինն արդեն հրապարակել է հետաքրքիր լուսանկար, որտեղ Կարենն այլ կերպարով է ներկայացված, կերպար, որն ակնհայտորեն տարբերվում է նրա նախորդ դերերից։ Լուսանկարը մեծ հետաքրքրություն է առաջացրել նրա էջի հետևորդների շրջանում, շատերը փորձում են կռահել ինչ դեր է կատարելու դերասանը։ Ոմանք կարծում են, որ նա նոր սերիալում է նկարահանվելու, մյուսներն էլ ենթադրում են, որ դա գուցե ֆիլմ է կամ սերիալ։ Ամեն դեպքում ակնհայտ է դերասանի վերադարձն արդեն մոտ է։ Այս փուլում Կարեն Ասլանյանը որոշել է աշխատանքային թեմաները պահել որոշ չափով գաղտնի, հնարավոր է ցանկանալով իր նոր նախագծերով անակնկալ մատուցել իր հանդիսատեսին, բայց արդեն իսկ այն փաստը, որ նա վերադառնում է նոր կերպարով, բավական է երկրպագուների ոգևորությունն ու սպասումը կրկնապատկելու համար։ Կարեն Ասլանյանի երկար սպասված վերադարձը խոստանում է լինել յուրահատուկ, նոր տպավորություններով, անսպասելի զարգացումներով ու իհարկե դերասանի բարձր որակի խաղով, իսկ մինչ այդ երկրպագուները շարունակում են սրտատրոփ հետևել նրա էջին, հուսալով նոր մանրամասների և լուսանկարների։ Նշենք, որ հետևորդները կարծիք են հայտնում, որ դերասանը միանալու է Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» հեռուստասերիալի դերասանական կազմին։ Արդյոք դա այդպես է, թե ոչ, ցույց կտա ժամանակը, բայց մինչ այդ որևէ պաշտոնական մեկնաբանություն դեռևս չկա ոչ դերասանի, ոչ էլ հեռուստասերիալի պրոդյուսերի կողմից, այնպես որ միացեք մեր ալիքին, որպեսզի միասին բացահայտենք, թե որ ֆիլմում կամ հեռուստասերիալում է նկարահանվելու դերասանը։ Բարի կեսօր սիրելիներս, անկեղծ ասած ձեզ շատ եմ կարոտել ու այս ընթացքում, այս եթերային դադարի ընթացքում ես բազում հարցերի լուծումներ տվեցի, կարգավորեցի անձնական կյանքս եւ ամենակարևորը հավաքեցի ավելորդ քաշ, որից սկսում եմ ազատվել, որովհետեւ պետք է սկսենք նախագծեր, հեռուստասերիալներ, 25 մասնանոց ֆիլմեր, նշեմ հովանավորները եւ նկարահանման տեխնիկան ամբողջ ընթացքի մեջ է եւ արդեն կարծում եմ մոտ ամիսներ հետո եթերային դադարը կավարտվի եւ Ասլանյանը իր լավագույն ֆորմեն դե գիտեք որն է, մարմնի կառուցվածքը կվերադառնա եթեր։ Նշեմ, այս ընթացքում շատ են եղել առաջարկները, բայց քանի որ ես պատրաստ չեմ եղել թե հոգեպես, թե ֆիզիկապես նկարահանվելու այդքան նախագծերից հետո։ Նշենք նաև, որ դերասան Կարեն Ասլանյանը Կիպրոսում ամուսնացավ 27-ամյա Աննա Ասլանյանի հետ։ Զույգը զաքսավորվել էր դեռևս դեկտեմբերի 16-ին։ Կարենի ու Աննայի հայաստանյան հարսանեկան արարողությունը պետք է տեղի ունենար փետրվարի 9-ին, բայց տեղի չունեցավ։ Աննան երկար տարիներ ընտանիքի հետ բնակվում էր Նիդերլանդներում, այնտեղ ունի գեղեցկության սրահ։ Ամուսնությունից հետո նա տեղափոխվել է Հայաստան և կշարունակի աշխատել այստեղ։ Կարենն ու Աննան հյուրընկալվել էին Ամալիա Հովհաննիսյանի «Life Room» սեր հաղորդմանն ու խոսել ամուսնությունից։ Կարենը պատմել էր նաև խաղատներ գնալու և աստվածաշունչ կարդալով փոխվելու մասին։ Կարենը պատմել է, որ նրանք միասին են հուլիսից, շատ պատահական ենք ծանոթացել, այնուհետև շփվել ենք համացանցով, մոտ 2-3 ամիս միմյանց ճանաչելուց հետո կրկին հանդիպել ենք։ Աննան եկավ Հայաստան, հանդիպեցինք, շփվեցինք ու նորից վերադարձավ։ Մեր բաժանումը տևում էր 15-20 օր, ես զբաղված էի, չէի կարողանում գնալ, Աննան էր գալիս Հայաստան, մեզ Աստված է միավորել, ամեն ինչ ստացվեց Աստծո կամքով, ընտանիք կազմելուց հետո էլ մեր կյանքը շարունակվում է ավելի գունավոր ու գեղեցիկ։
Ինձ համար շատ կարևոր է ընտրյալիս անցած ճանապարհը, բարոյականությունը, դաստիարակությունը և հայեցիությունը։ Աննային ընտրել եմ թե մտքով, թե սրտով։ Աննան շատ փակ, խաղաղ ու հանգիստ մարդ է։ Կարողանում է ինձ բալանսավորել։ Շատ կարևոր է, որ կողքիդ կինը քեզ հասկանում է և դուք ներդաշնակ եք։ Ամեն ինչ շատ արագ դասավորվեց, հենց նրան տեսա, ասացի ինքն ա ու վերջ։ Ունեցել ենք բարդ շրջան, բայց հիմա Աստծո կամքով ամեն ինչ շատ լավ է, շատ վիրավոր ու բաց տեղեր ունեի, որոնք լցվեցին ու բուժվեցին Աննայի շնորհիվ։ Մի գեղեցիկ արտահայտություն կա՝ երջանկությունը լռություն է սիրում։ Այդ պատճառով էլ գաղտնի էինք պահել մեր հարաբերությունները։ Միշտ ուզել եմ կողքիս աղջիկը ճանաչված չլինի, հետամնաց չեմ, պարզապես այդպիսի ցանկություն եմ ունեցել ու այդպես էլ ստացվեց։ Երկու եղբայր ենք, հայրս ասում է վերջապես մեր տուն լույս եկավ։ Ինձ համար երջանկություն է ապրել Հայաստանում և Կարենի կողքին, շարունակել էր Աննան, Կարենի կինը։ Մասնագիտությամբ իրավաբան եմ, բայց այդ ուղղությամբ չեմ աշխատել, բացել եմ իմ գեղեցկության սրահը և աշխատել այդ ոլորտում։ Կարենն էլ ավելացրել է, որ որոշել է Հայաստանում Աննայի համար գեղեցկության սրահ բացել, բայց միայն աղջիկների համար, քանի որ շատ խանդոտ է։ 11 տարի դադար չեմ ունեցել։ Միշտ գլխավոր դերերում եմ եղել, երգեր, տեսահոլովակներ։ Ես անընդհատ տալիս էի հանդիսատեսին ու հեռուստադիտողին իմ էներգիան և ներսս դատարկվում էր, լցնող չկար։ Վերջին տարիներին իմ կյանքում ոչինչ չէր ստացվում, թե բիզնեսում, թե անձնականում, ամբողջությամբ սպառվել էի։ Չգիտեի ամեն ինչ թողնել, գնալ, թե մնալ։ Որոշեցի գնալ Մոսկվա, բայց հասկացա, որ տեղանքն ինձ չի փոխի, պետք է ինքդ քեզ փոխես։ Մի անգամ մի քանի օրով Մոսկվայից Հայաստան էի եկել, մայրս ասաց Աստվածաշունչ կարդա։ Կարդացի, սկզբում շատ դժվար էր, կարծես չարը չթողներ, որ կարդայի ու հասկանայի։ Սկսեցի նույն բանն այնքան կարդալ, մինչև հասկանամ։ Աստվածաշունչ կարդալով հարցերիս պատասխանները ստացա, ապավինեցի Աստծուն ու ինձ մոտ ամեն ինչ ստացվեց։ Կյանքիս ինչ-որ շրջանում կորցրել էի կամքս, կարծում էի իմը փառքն է, գնում էի խաղատներ, գիտակցում էի, որ սխալ է, բայց դա ինձ դուր էր գալիս, այդ էմոցիաներն ու ադրենալինը որևէ այլ տեղ չէի գտնում։ Մտածում էի, երբ ցանկանամ, այլևս չեմ գնա, բայց հասկացա, որ ոչ։ Մի օր ասում էի այլևս չեմ անի նման բան, հաջորդ օրը նորից անում էի։ Հաջողակ մարդ եմ, մեծ շահումներ եմ ունեցել, բայց դա այնքան վատ բան է, այնպես չէ չես կարող հաղթել, հարցն այն է, որքանով կգնահատես շահածդ ու ավելիին չես ձգտի կորցնելով ունեցածդ։ Ոչ ոքի երբեք պարտք չեմ մնացել, պարզապես կարող էի շատ ավելին ստեղծել, բայց խաղացել եմ ու կորցրել։ Մի պահ մեկը դառնում էր 4, հետո այդ 4-ը դառնում էր -2։ Աստվածաշունչ կարդալուց հետո հավաքվեցի ու մեկ օրում ասացի վերջ։ Մեկ անգամ եմ հայտարարել, որ ունեմ ընկերուհի, այդ ժամանակ 20 տարեկան էի։ Մեր համատեղ կյանքը չստացվեց և հասկացա, որ անձնականը պետք է փակ մնա։ Չեմ ցանկացել անձնականս հանրայնացնելով ինքնահաստատվել։ Ինքնահաստատվել եմ իմ տաղանդով, շնորհքով և ինքս ինձնով։ Նախկինում անձնականս չէր ստացվում, որ հանդիպեմ Աննային։